Հովսեփը գիտեր այն պարգևը, որ Աստված տվել է իրան։ Այ դրանով Հովսեփը դառավ Հովսեփ։ Ոչ թե մենակ նրանով, որ ինքը սիրում էր։ Մարդը կարող է սիրի Աստծուն, բայց եթե ինքը չիմանա, ինչ ունի իր մեջը, այտենց սիրով էլ կմնա, եթե ինքը չհարցնի Սուրբ Հոգուն։ Լսեք, մենք պետք է Սուրբ Հոգուն հարցնենք եւ խոսենք, ասենք, որն է այն պարգևը, որը ինձ երջանկացնելու է իմ կյանքում։ Եվ դա նորմալ է, դու պիտի իմանաս Աստծուց, դու պիտի դրա համար աղոթես, ես չգիտեմ միգուցե դու ծոմ պահես դրա համար, բայց դա կարևոր բան է քո կյանքի համար, որ դու երջանիկ կյանք ապրես, որ դու մտնես քո նախասահմանության ու քո ճակատագրի մեջ, ամեն, 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 տեսեք հիմա ինչ ա լինում, եւ գրածա, որ Հովսեփը 5-ից 10, Հովսեփը մի երազ տեսավ եւ իր եղբայրներին պատմեց, եւ նրանք ավելի ատեցին նրան, եւ ասեց նրանց. Խնդրում եմ ականջ դրեք այս իմ տեսած երազը։ Ահա մենք դաշտում որաներ էինք կապում, այդ խոտը, հա, խուրձու, եւ ահա իմ որան վեր կացավ եւ ուղիղ կանգնեց, եւ ահա ձեր որանները նրա շուրջը կանգնեցին եւ իմ որային երկրպագություն արեցին։ Նրա եղբայրները ասեցին նրան. իրավ մեր վրա թագավորելու ես, կամ իրավ մեր վրա տիրելու ես, Եվ նրա երազներու խոսքերի համար ավելի ատեցին նրան։ Եվ մի ուրիշ երազ էլ տեսավ, եւ իր եղբայրներին պատմեց նրան ու ասաց. ահա մի երազ էլ տեսա, եւ ահա արեգակը եւ լուսինը, եւ 11 աստղեր ինձ երկրպագություն էին անում, եւ իր հոր ու իր եղբայրներին պատմեց, եւ իր հայրը, ասիկն Հակոբը, հանդիմանեց նրան եւ ասեց նրան. այսինչ երազ է որ տեսել ես։ Գիտեք, նենց ասում, այսինչ երազ է որ տեսել ես, իբր թե երազը պատվերով է, էլի։ Այդ ինչ երազ է որ տեսել ես։ Միթե ես քո մայրը, միթե ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրավ գալու ենք եւ որ մինչեւ գետինը քեզ խոնարհություն անեն։ Գիտեք ինչն է հետարքի, որ մի անգամից մեկնությունը իմացան իրանք ինչա լինելու։ Համ եղբայրները իմացան, համ էլ իմացավ նաեւ հայրը եւ կանչեց ասել ինչ երազ է։ Գիտեք, այդ օրվանից Հովսեփը 17 տարեկան երեխան իմացավ, որ ինքը իր մեջ ունի առաջնորդական շնորհ, դար, լիդերство, ռուսերենով դար լիդերство։ Դու գիտեք, իմ մտքով երբեք չի անցել, որ իմ մեջ կա դար լիդերство։ Թեպետ մեր դասարանից մի տղա ունեինք, որ այսօր պատմաբան է, շատ ճանաչված է հայ շումերական հարցերում, գիտնական է ավելի ճիշտ, եւ ինքը իմ ծննդյան 50-ամյակին ովքեր որ այնտեղ եղել են, ինքը ասեց, ես փոքր ժամանակվանից ասեց դպրոցական հասակից ես գիտեի, ասում որ դու առաջնորդելու ես, բայց մտքովս չէր անցնում, որ դու հավատքի մեջ ես լինելու, բայց ես չգիտեի։ Գիտեք, կարող է մեկը քեզ տեսնի, բայց դու էլ չտեսնես քեզ։ Մեկը տեսնի քո օծությունը, բայց դու չիմանաս, որ դու օծություն ունես։ Օծությունը տենց բան է, դու կարող ես չզգաս, բայց ուրիշները զգում են։ Եվ գիտեք, Հովսեփը գիտեր, եւ այդ օրվանից փոխվեց Հովսեփի կյանքը։ Ինչ եղավ։ Աղբերները նախանձեցին, լսեք։ Ինչով էր տարբերվում Հովսեփը։ Հովսեփը տարբերվում էր իր եղբայրներից նրանով, որ ինքը գիտեր այն շնորհը, որը որ Աստված իրեն տվել էր։ Աստված իրեն հայտնել էր։ Սուրբ Հոգին իրեն հայտնել էր, որ ես քեզ առաջնորդ եմ անելու, եւ ոչ միայն քո եղբայրներն են գալու, այլ քո հայրն ու մայրը խոնարհվելու են, այսինքն ընդունելու են քեզ։ Եվ ոչ մեկին դա դուր չի գալիս, լսեք, բայց իրականություն եղավ, դա մտավ իր սրտի մեջ։ Եվ տեսեք, այնքան նախանձեցին իրեն եղբայրները, որ բռնեցին իրան վաճառեցին եգիպտացիներին։ Իրեն վերցեցին այդ փոքր երեխուն, պատկերացնեք ինչ կյանք է, թագավորական կյանք էր ապրում, իր հոր սիրած տղան էր, ամեն ինչ ունեին, հարստության մեջ, բայց հանկարծ ինքը դարձավ ստրուկ, այն էլ Եգիպտոսում, լրիվ մի հեթանոսական տեղ, ինքն էլ Աստծուն սիրում էր, ոչ Աստծուն էին ճանաչում, մարդկանց էին երկրպագություն անում, փարավոնին էին աստվածացնում, պատկերացնում եք փոքր տղա, դա արհավիրք է։ Ես իր հոգեբանությունը պատկերացնում եք ինչ էր ինքը ապրում։ Դա ոչ կինոն կարա նկարագրի, ոչ էլ Աստվածաշունչն է նկարագրում, բայց մենք կարող ենք պատկերացնել, եթե դա մեր երեխան լիներ։ Պատկերացնեք, այսօր անհետ կորած երեխեք կան, ինչ ցավալի ամբողջ ազգի համար։ Եվ եկան հորը ասեցին,
Գազանը կերել է, արյուն մարուն կսեցին վրեն շորի, բա գազանը կերել է, ասեցին բանես հայրը, թեպետ ինքը արդեն նու հավատաց իրանց, բայց միգուցե իր սրտի մեջ հələ հույս կար, գիտեք մարդու մեջ հələ չի մարում հույսը։ Եվ իրեն տարան է երեխուն։ Լսեք, ես մի բան ասեմ։ Եվ ամբողջ Աստվածաշնչում բավականին տեղ է գրված Հովսեփի մասին։ Եվ Հովսեփը դարձավ ստրուկ, ինքը վաճառվեց մի պետատրես Պաթիֆար, հա ռուսերեն, մի հատ մարդու տանը, եւ ինքը որոշ ժամանակ հետո դարձավ այդ տան վերակացուն։ Հասկանում եք, Աստված իրան ցույց է տվել ինքը ինչ է դառնալու։ Եվ եթե Աստված մարդուն ցույց է տալու, թե ինքը ով է, ինչ ուզում է լինի, ուզում է ստրուկ լինի, ուզում է իր վրա գոռան, բղավեն, ինքը չի նեղվելու։ Եթե անգամ նեղվում է, բայց ինքը ոչ մի բան չի ասում, որովհետև ինքը գիտի, որ ինքը կանչված է լինելու մեկը, որ անգամ իր ընտանիքի մեջ ինքը առաջնորդելու է լինելով փոքրը։ Եվ ինքը միշտ հիշում էր այդ երազը։ Եվ ինքը միշտ հիշում էր իր կոչումը։ Լսեք, եթե դու Աստծուց տված պարգևները քեզ գիտես, միշտ քո մտքին կգա ու ցանկացած ընկած իրավիճակում դու վեր կկանգնես, որովհետև այդ տեսիլքը, այդ գիտությունը, այդ իմացությունը քեզ կբարձրացնի։ Գիտեք ինչ են մարդիկ նեղանում շուտ, ինչ են մարդիկ վրդովում, ինչ են մարդիկ գնում, հեռանում, Աստծուց, եկեղեցուց, իրանք չգիտեն իրանք ով են։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ինչ են մարդիկ դժբախտ ապրում, ինչ են մարդիկ տխուր ապրում, ինչ են մարդիկ սկի իրենց ոչ մեկը ոչ մի բան չասած նեղվում, փակվում, իրանք չգիտեն իրենք ով են։ Եթե իրանք իմանան իրենց կոչումը, եթե իրենք իմանան իրենց այդ պարգևները, որ Աստված դրել է իրանց մեջ, իրենք երբեք չեն նեղանա ոչ մի բանից։ Իրենք գնալու են դեպի այդ կոչումը։